Նշված օրենքը, որը որ վիճարկվում էր սահմանադրական դատարանում, ամբողջությամբ էր վիճարկվում ըստ էության, եւ դա տրամաբանական էր, որովհետեւ ինքը օրենքը սկզբից մինչև վերջ խնդրալույս դրույթներ ուներ, այսինքն իրավունքների պաշտպանության համաչափության տեսանկյունից, սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից բազում խնդիրներ կային, նորամուծություններ կային օրենքում, որը որ մեր գործող օրենսդրության հետ որպես այդպեսին չէին համադրվում կամ խորթեին, այսինքն մեծ հաշվով նաև սահմանադրությանը մեր գնահատմամբ հակասող, դրա համար երևի թե նախաձեռնությունը եղավ եւ վերջնարդյունքում սահմանադրական դատարանը ընդունեց վարույթ եւ ունեցանք այն ինչ ունեցանք, այսինքն եղավ որոշումը, որը որ կայացվեց սահմանադրական դատարանի կողմից։ Այո, մեկնաբանություն տրվեց 2, 5-րդ եւ 24-րդ հոդվածների վերաբերյալ, ըստ այդմ դատարանը եզրահանգեց, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո, ինչպես նաեւ այն գույքը, որը կապ ունի հանցանքի հետ։ Մնացած դրույթները բարձր դատարանը ճանաչեց սահմանադրությանը համապատասխանող, խնդրեմ։ Այդ դրույթներն էլ սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց բարձր դատարանը իրականում, բայց ուղղակի կիրառման տեսանկյունից սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց այդ ուղղություններով գույքի բռնագանձումը, այսինքն մեծ հաշվով ավելի մանրամասնում կային գլոբալ երկու ուղղություններ, մեկը օպերատիվ հետախուզական գործունեության տեսանկյունից հարուցված գործերը, այսինքն դրա միջոցով առաջացած գործերի խումբը, մյուսը հանցանքի հետ առնչվող քրեական գործերի հիմքով հարուցվող գործերը, այսինքն օրենքի 5-րդ հոդվածի առաջինից 4-րդ կետերի հիմքով եւ նույն հոդվածի 5-ից 6-րդ կետերի, այսինքն երկու ուղղություններ ըստ էության գլոբալ տարանջատված օպերատիվ հետախուզական գործունեության եւ քրեական գործի հետ առնչվող արարքով պայմանավորված, այսինքն ուսումնասիրություն սկսելը։ Բարձր դատարանը հենց այդ երկու ուղղություններն էլ որոշակի հստակեցում մտցրեց, մասնավորապես առաջինից 4-րդ կետերի մասով, որը որ առնչվում էր հանցավորության հետ կապին, դիտարկեց, որ բռնագանձման է ենթակա բացառապես այն գույքը, որը համապատասխան հանցանքի հետ կապ ունի, այդ կապն էլ որոշակի տեսանկյունից տվեց նաև տրամաբանությունը։ Մյուս կողմից օպերատիվ հետախուզական գործունեության տեսանկյունից էլ քիչ տարբերվող մոտեցում դրսևորվեց, հիմքը դրվեց ուսումնասիրվող սուբյեկտի, այսինքն այդ դեպքում պաշտոնատար անձի պաշտոն ստանձնելու պահը, իսկ միշտ պաշտոն ստանձնած ժամանակահատվածում գոյացած միջոցների վրա գործեց արդեն հակառակ կանխավարկածը օրինական ծագում ունենալու տեսանկյունից։ Հիմա այս մոտեցումը ինքը ճիշտ է, ոնց որ թե երկու ուղղությունների վրա տեղաբաշխվեց, բայց բավականին ազդեցիկ էր եւ դաշտը տեսականորեն կարող էր էապես կարգավորել։ Այսինքն կխմբավորվեր երկու ուղղություններ, մի ուղղություն, որը որ ի սկզբանե դատախազությունը կապել է հանցավորության դեմ պայքարի հետ, մյուսը պետական պաշտոնատար անձանց հետ եւ այդ կոռուպցիոն պայքարի տեսանկյունից, սակայն իրավակիրառ պրակտիկայում արդեն մենք նկատում ենք տարբերվող մոտեցումներ, մասնավորապես հանցավորության դեմ պայքարը ենթադրում եմ գործընկերները դատախազությունից կամ մյուս կողմից ուսումնասիրելով եւ հասկանալով, որ աշխարհագրությունը գործերի կամ ծավալը կարող է էապես փոխվել, այսինքն տրվեց այլ մեկնաբանություն, որ հանցավորության դեմ պայքարի կոնտեքստում, եթե այդ գործերը հարուցվել են քրեական գործի հիմքով, այնուամենայնիվ ոչ թե քրեական գործ հարուցելու հիմքով հանցավորության հետ կապն է, այլ պաշտոն ստանձնելու հանգամանքը, ինչը մեծ հաշվով սահմանադատարանի որոշման եզրափակիչ մասի հետ գտնվում է ուղիղ հակասության մեջ։ Դրա պատճառաբանությունը որոշման 102-րդ կետն է, որը որ մի նախադասությամբ ընդհանրապես մատնանշում է, որ կարան այդ վարույթները միմյանց փոխլրացնեն, ինչը մեր ընկալմամբ բնավ չի ենթադրում, որ
այդ հարուցված վարույթների շրջանակներում կարող են, այսինքն հետ գնալ եւ դիտարկել սկիզբը պաշտոնատար անձի պաշտոն ստանձնելու հանգամանքը, որը ուղիղ հակասության մեջ է գտնվում սահմանադրական դատանի եզրափակիչ մասի հետ, այսինքն սահմանադրական դատանը հստակ ուղղություններն է տվել գույքը բռնագանձելու, թե որ դեպքերում, որ գույքային զանգվածը կամ որ սուբյեկտներից ինչ ծավալի գույքային զանգված կարող է բռնագանձման ենթակա լինել։